կպել ու չի փոխվում։ Շուշնան կներես էլի երկու բար Մարի հետ առանձին խոսենք։ Ասատիգրան լսում եմ։ Մարջան, ես գիտեմ, որ դու լավ ես սովորում, բայց գրավորի արդյունքից հասկացա, որ լիքը բաներ կան, որ չես հասկացել։ Հետո։ Դե հետո են, եթե դեմ չես, դասերից հետո մի քանի օր իրար հետ պարապենք, ես քեզ կօգնեմ։ Տիկ, ես կարծում եմ, որ դե Միշտ թող աղջկան, ինչ ես անում։ Քեզ ինչ։ Մարդկանց անձնականն է, ինչ գործ ունես։ միշտ թող։ Օրեր առաջ երբ իմացա, որ Քերի Թորոսը անգլերեն է պարապում ինքնուրույն, զարմացա։ Ու որոշեցի կիսվել ձեզ հետ, որովհետև Թորոսի նման մարդիկ կարող են ձեզ համար ոգեշնչման աղբյուր դառնալ։ Ու հիմա լսեք, թե Քերի Թորոսը ինչ է ասում ձեզ ու ոգեշնչվեք։ Սովորեք ու անդադար սովորեք։ Հենց որ մի փոքրիկ ազատ ժամանակ եք ունենում, անմիջապես ինչ-որ նոր բան սովորեք։ Երբեք բարապ մի մնացեք, միշտ օգտագործեք ձեր ազատ ժամանակը։ Հենց տեսնում եք մի փոքրիկ ազատ ժամանակ կա, գրքեր կարդացեք, մի շնորհք ունեք, զարգացրեք ձեր այդ շնորհքը, ել ավելի կատարելագործեք։ Երբեք ազատ ժամանակ մի ունեցեք, որովհետև ամենակարևոր բանը այս աշխարհում զբաղված լինելն է։ Եվ հիշեք, ույն փիլիսոփան ասում է, հիմար մտքերը ծնվում են միայն պարապ եւ դատարկ գլուխներում։ Թորոս, այս ինչ ես անում։ Սա երազ է թե իրականություն։ Չեմ կարող հավատալ, որ այս ամենը իմ դպրոցում է կատարվում։ Ես արդեն նվախում։ Ատում եմ Մարին։ Ամեն ինչ արես, որ ես ու Տիկոն բաժանվենք։ Ես նես չի, որ նոր եմ ճանաչում Մարին, քանի կար Միշոյին իրանով վարեց այրանային արանքից հանեց, հիմա էլ սիրտը Տիկոյին ա կպել։ Ինա դու ես անում, Մագա։ Մի ասապեն, սիրտս կպայթի հեսա։ Պայթի չպայթի, իրականությունը է տանի։ Նախարարի տղայ ա տեսել, ուզում ա իր համար կայուն ապագա ստեղծի։ Երևի մենակ այդքանը Տիկոն չի տեսնում։ Դու չես պատկերացնում, ինչ զզվել է այդ աղջիկը իմ համար։ Բա տեսար Տիկոն ոնց էր նայում Մարին, մինչև ակաշների ծերը սիրահարվել է հիմարի պես։ Զարմանալի չի, Մարին գիտի թե ոնց անի, որ տղաներին իր թակարդը գցի։ Դու հլարան քեզ դուրս արի, ես Մարիի հարցերը կլուծեմ։ Հա, նրա ինչ նորմալ է։ Եսի։ Սպասեցի տենամ են Տիկոը ինչա, Միշո հենց հետևից հո չի գնում։ Նոր կամ։ Գոնե այսքանից հետո հաշտվեն, լուրջ եմ ասում անհանգստացնում այն արդեն իրանց վիճակը։ Իրենք պետք է մի հատ մարդ հավարի իրար հետ խոսան, որ իրար հասկանան։ Ես էլ եմ այդ մտածում։ Չես պատկերացնի սիրտս ոնց ա թրթռում, մինչև կան անհանգստությունից կմեռնեմ։ Մտքով էդ չանցնի, ուզում ես ես գժվան։ Քերի Թորոս։ Ասա դու խիտ ջան, էլի նկարելու ենք։ Չէ։ Ինչու ես մի տեսակ։ Լանջունին կատաղած մեզ իրա կաբինետ ա կանչում ու հասկանում եմ, որ ամեն շատ վատ ա։ Սպասիլա, որ մտավ դպրոց բարևս չառավ, ես էլ տենց մտածեցի, ասի հիմի նվախելու է ու կրակն ընկնենք։ Գլխներիս սև ամպեր ա կուտակվել։ Այ քեզ բան։ Վայ թող ասում եմ։ Արի կասեմ։ Հա, Մարի, գժվել եմ, ու քո սիրուց եմ գժվել։ Ոնց կարա նորմալ մարդը քեզ սիրի ու չգժվի։ Դե որ տենց է հեռու մնա ինձնից։
Չեմ կարում Մարի չես հասկանում ու ես էլ եմ արդեն գժվում իմ այդ անզորությունից։ Միշտ պետք չի այստեղ տենց բաներ խոսել։ Դե ուրեմն խնդրում եմ էլի արի գնանք մի հատ նորմալ տեղ խոսանք։ Չէ, ասացի ես քո հետ չեմ ուզում ինչ-որ տեղ կամ։ Ուրեմն ստիպված ստեղ կլսես։ Մարի չգիտեմ, ես արդեն գժվում եմ քո ձեռը։ Ուզում ես հավատա, ուզում ես չէ, ես էլ այս սիտուացիայում չեմ կարող ապրեմ։ Մենք պետք է կարգավորենք ամեն ինչ։ Եթե դու գոնե մի գրամ ինձ սիրում ես, եթե մի կաթիլ նշանակություն ունեմ ես քո համար, խնդրում եմ էլի արի գնանք խոսանք։ Թորոս, քեզանից նման հարված չէի սպասում։ Ես ոչ մեկին չեմ հարվածել, Տիկին Լանջունի։ Այն էլ ինչպիսի հարված թիկունքից։ Էդ ով է տենց սուտ բաներ ասել։ Ես արդար մարդ եմ, ես ինչ-որ ասում եմ, դեմից եմ ասում, թիկունքից է որն է։ Տիկին Լանջունի, միգուցե ավելի պարզ ասեք, թե ինչ նկատի ունեք։ Ձեր ձայնագրությունները։ Ամբողջ քաղաքը գիշեր-ցերեկ զանգահարում է ինձ ու հարցնում է իմ ուսումնատենչ պահակի մասին։ Բայց այդտեղ ինչ վատ բան կա որ։ Շատ լավ է։ Դուք երկուսդ եք մեղավոր, դրա համար էլ փոշմանում եք իրար։ Բայց ես իսկապես չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա նրանում, որ այս տարիքի մարդը ձգտում է ավելին։ Ներողություն, ես իհարկե շատ շնորհակալ եմ, որ ինձ պաշտպանում ես Դուխիկ ջան, բայց այս տարիքի մարդը ո՞րն է։ Ինձ ինչ է եղել, որ այն մուլտիկի հերոսը ոնց էր ասում Լանջունի ջան, «Մուշչինա образцует сил»։ Վայ, Կարսոնը, գիտեք ո՞նց եմ սիրում այդ մուլտիկը։ Դուք միտումնավոր խոսքը փոխում եք, որ ես մոռանամ այդ մասին։ Տիկին Լանջունի, դպրոցը սովորելու համար չի։ Այո։ Ես էլ սովորում եմ, ինչ վատ բան եմ արել որ։ Ճիշտ ասում։ Դուխին է, մի խոսքով Թորոսին նկատողություն եմ հայտարարում աշխատանքի ժամին այլ բանով զբաղվելու համար։ Գնացեք։ Շատ լավ։ Դե ուրեմն կգնամ, նկատողությունները կպատրաստեմ։ Ես չասացի նկատողություններ։ Ես ասացի նկատողություն։ Դե, երկուսով ենք հանցանքը գործել, երկուսով էլ պատասխան կտանք։ Հիմա ինչ, Տիկին Լանջունի, գնամ նկատողությունների հետևից, թե կմոռանանք այս նվաղելու պատմությունը։ Գնացեք, հա։ Ոչ մի բան էլ մի գրեք։ Դուխին է, ինձ մի բաժակ երիցիկով թեյ բեր։ Ես պետք է ամուր նյարդեր ունենամ այս ամենին դիմանալու համար։ Իզորել եկանք, հիմա մաման կտեսնի, որ դասի չենք ու մի 100 անգամ կզանգի։ Հաթող զանգի, ոչինչ։ Քո ամեն հեշտ է, չէ՞ ասել։ Հեշտ չի մարս։ Ուղղակի որ դու իմ կողքին ես, արդեն բոլորը մեկ են դառնում։ Չէ, իզորել եկա, ես պիտի գնամ։ Մար լավ էլի։ Ճիշտ է, ես հիմա շատ խնդիրներ ունեմ, բայց հենց դու կողքիս ես լրիվ ինձ հեշտ եմ տանում, ամեն ինչ մեկ է դառնում իմ համար։ Միշտ ինչ ես ուզում ինձնից, ես եմ ստիպել, որ խաբես ինձ։ Մար, բայց ես քեզ չեմ խաբել է, դու անընդհատ այդ պնդում ես ու շարունակում ես։ Կամ դու ինչ ես անընդհատ ինձ խանդելու առիթ տալիս։ Ես ոչ մի բան չեմ անում, որ դու խանդես։ Այդ քո կարծիքով ոչ մի բան չես անում, բայց իրականում լավ էլ անում ես։ Հիմա հասկանում ես, որ մեր խոսելը անիմաստ է, որովհետև ես քեզ եմ մեղադրել, դու էլ ինձ։ Այդ նրանից է Մարի ջան, որ դու թույլ չես տալիս ես անընդհատ կողքիդ լինեմ ու ինչ-որ մարդկանց թույլ չտամ, որ խառնվեն մեր հարաբերություններին կամ ինչ-որ առիթից օգտվեն։ Միշտ ինձ վիրավորում ես, ի՞նչ է նշանակում առիթից օգտվել։ Դե բա ի՞նչ է Տիկոյի արածը։ Միշո, ես Տիկոյի հետ ճգնում եմ նենց, ոնց որ մեր դասանի մյուս երեխեքի հետ, այդ քո աչքին է երևում։ Իմ աչքին ոչ մի բան էլ չի երևում, Մարի ջան։ Այդ ընդամենը դու չես հասկանում, թե Տիկոն ինչ հայացքներով է քեզ նայում կամ ինչ մտքով է իրականում քո հետ շփվում։ Եթե անգամ ասածը ճիշտ է, Տիկոն ինձ չի հետաքրքրում։ Բա ով է հետաքրքրում, Մարի։ Ես հետաքրքրում եմ։
Մար խնդրում եմ ինձ անկեղծ ասա։ Եթե ես քեզ չեմ հետաքրքրում կամ, չգիտեմ, իմ քայլերով շատ եմ քեզ նեղացրել վիրավորել, ինձ ընդհանրապես դու ասա դրա մասին ու ես ունես կանեմ դու իմ զգացմունքների մասին չես էլ լսի էլ։ Ես չեմ կարա սուտնել եմ։ Հա բայց ինչի՞ չես ընդունում Մարի ջան, որ կարողա դու սխալ ես հասկացել ընդհանրապես։ Ոնց որ դու Տիկոյի հարցում։ Տիկոյինը ուրիշ է Մարի։ Նորից նույն բանը։ Լավ, խնդրում եմ կլինի ես ամեն ինչը մոռանանք, առաջ անցնենք ու կենտրոնանանք վերջապես մեր հարաբերությունների վրա։ Իսկ դու կարաս Միշ։ Կարաս Տիկոյի մասին քո երևակայությունները մոռանաս։ Կարաս էլ չխանդես։ Հա, կարամ Մար ջան, կարամ։ Մենակ մի բան ես չեմ կարա քեզնից հեռու մնամ։ Մամանա։ Հա դու խոսամ։ Հա մամ։ Մամ, տաննս։ Հա, տանն եմ։ Մամ, այս ինչ այլ է։ Հիմա արդեն լավ եմ Շուշի ջան։ Մրսելա, ջերմություն ուներ, բայց ջերմությունը լիչել է։ Հաստատ լավ ես, մամ։ Հա, խոխ ասացի լավ եմ էլի։ Իդանք թողի ես վատ լինեմ։ Լավ, արածս ինչ էր, 2 բաժակ թե եմ բերել էլի։ Շուշի ջան, դու մամայիդ համար մի անհանգստացի, գնա լվացվի արի, ես քեզ ճաշ լցնեմ կեր։ Մաման հաց կերել է։ Շուշի, մամատ ոնց կարող էր հաց չուտել։ Հա, ճաշը կերալ եմ, չայը խմալ եմ, հիմա էլ ուզում եմ հանգստանամ, քինա փոխվի։ Լավ։ Տեսնում ես։ Մի անգամից անհանգստանում եմ, մարդ չի կարա մի հանգիստ հիվանդանա։ Նախշուն ջան, դու իր հենարանն ես։ Ինքն էլ սրտացավ երեխա է։ Հա, անտեր մնա այդ պատերազմը, որ սենց մեզ մենակ թողեց։ Այ մնում էր հիմա քո այս վիճակին, սկսեիր նեղվել։ Բա ոնց չնեղվեմ։ Ես սենց թենից նեղվում եմ, հիմի էլ հիվանդ եմ ավելի լավ։ Լավ, Նախշուն, լավ չի։ Մարդ պիտի կարողանա մի քիչ թեթև նայի խնդիրներին։ Անընդհատ բացասական մտքերով եթե ապրես, դա քեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Իսկ եթե չի ստացվում։ Պիտի ստացվի, ուրիշ տարբերակ չկա։ Թե այդ բրծելը չես էլ ասում նորը բերեմ։ Ուֆ, դե էլ կոնչում։ Դասի, էլ չեմ կարումը չի անցնում։ Հիմա մի բաժակ թեյ կբերեմ, կխմես, կգնաս հանգիստ քո սենյակում կպարկես, կհանգստանաս։ Այսօր Շուշիի խնամքը իմ վրա է։ Շուշիի համար չանհանգստանաս։ Շնորհակալ եմ Լիդա ջան։ Բայ մարդ մի բան չասի, չանի։ Այ շնորհակալ եմ։ Այ։ Չմտածես Մարս, ես կխոսամ մամայիդ հետ ամեն ինչ նորմալ կլինի։ Չէ, պետք չի։ Ճիշտ է, վերջին ժամը չեն արել, բայց վաղը մաման իմ ու քո վրա էլ ջղայնանալու է։ Ոչինչ, ես ամբողջ մեղքը կվերցնեմ իմ վրա։ Մարդ քեզնից բան չի հասկանում։ Ես միշտ էլ պատրաստ եմ իմ արածների համար պատասխան տամ, թեկուզ սխալ լինեմ։ Մարդ դու ինձ գիտես, եթե ես իրոք սխալ արած լինեի, տղամարդավարի կկանգնեի ու կասեի, որ արել եմ։ Հաշուշ։ Վայ, ես մեր թորոս է, չէ։ Հա փայելով է, ես ինչ եմ խոսում։ Սովորեք, Ահա։ անդադար սովորեք։ Հենց որ մի փոքրիկ ազատ ժամանակ եք ունենում, անմիջապես ինչ որ նոր բան սովորեք։ Երբեք բարապ մի մնացեք,
Միշտ օգտագործեք ձեր ազատ ժամանակը։ Հենց տեսնում եք մի փոքրիկ ազատ ժամանակ կա, գրքեր կարդացեք, մի շնորհք ունեք, զարգացրեք ձեր այդ շնորհքը, ել ավելի կատարելագործեք։ Ոայ քեզի Թորոս, ոայ վերջեսի համաշխարհային ոց տղա դառնալու։ Ոայ հələ տես ինչ էլ պրոֆեսիոնալ է իրան փոխում է մեռածը։ Թակուշիկ, թակ հələ արի տես քեզ ինչ եմ ցույց տալու։ Հիմա կգամ։ Գասոյանի վերջի կլիպն եմ նայում։ Նայեմ ու գամ։ Այ մարդ Գասոյանի մեզի չի եղանա, արի բան եմ ցույց տալու, արի շուտ օրա։ Հայ Թորոս։ Ալստեղ նայ, էսով է։ Սա այն մարդն է, որ անցած անգամ ծանոթացրեցի, բայց անունը չեմ հիշում։ Վայ, Թորոսն է, իմ հարազատը Թակուշ ջան, Թորոսն է, Հա, ճիշտ է։ Էս ինչ է ասում։ Խոսում է, հələ նայ ինչքան է։ Օ, 40 րոպե արդեն գցել է ինտերնետ, 50,000 լայք ունի, 20,000 էլ կոմենտար է, տես։ Հաստատ մի աղբանխության մասին խոսում է, չէ՞։ Որովհետև այսօր ոչ մի խելացի միտք այդքան լայքեր չի հավաքում։ Վայ, չէ, Թակուշ ջան, կոկրած մարդը խելոք բանով ասում է, հաղորդում է, ասում է, լսա։ Մարդը ասում է, ցանկացած տարիքում կարելի է նոր բան սովորել, ցանկացած տարիքում կարելի է նոր կյանք սկսել, գրքեր կարդացեք, մարդը խելոք բաներ է խոսում։ Հա, դե եթե տենց է, այդ ուրիշ բան։ Մարդկանց մոտիվացնում է, տրամադրություն է փոխանցում։ Վայ, Թակուշ ջան, դու չես ճանաչում, ախր դու չգիտես Թորոսը ինչ ֆռուկտ է։ Լսա, մտքով ես մի հատ լավ բան անցավ, հա։ Ասում եմ, վար Թորոսի վատը մետերո Instagram, եսի էթալով լուր բլոգեր դառնալու, քանից դու զրույցը չի տորել։ Զանգեմ ասեմ դու իսավի քո լավ ռեստորանը գուվաս դոնա, թե չէ որ վաղ եմ իսօր սրա զրույցը տորավ, չէ։ Հիմա արև զանգեր, այնքան փող կուզա չեն կոն այդքան փող կոն։ Այս ամակա զանգում եմ։ Ապրես, լավ միտք է։ Գիտում ես միշտ էլ պատրաստ եմ Թակուշ ջան, կայնի զանգեմ Թորոսին։ Ով ես է, ներս արի։ Վայլուս, Սերոբ ջան։ Արի, նստի հետո ջան, նստի։ Ես ինչ վիճակ է, Սերոբ, հո Իվան չես։ Չէ։ Բան չկա անելու նստել եմ։ Մարդը տունը, որ մի բաժակ արաղ չլնի, բայց ապրել է, ես կյանքը, հենա տենում եմ, դու էլ բարի լուրով չես եկել։ Բա գիտես էդոն գետը անընդհատ գերանա բերելու։ Բան չասեցի հետո ջան, մի նեղվի։ Մի նեղացի ուղղակի ասում եմ, կարող է գնաս մի բան բերես իրար հետ անուշանենք։ Լավ էլի Սերոբ, ամեն օր սպասում ես, որ ես մի բան բերեմ ուտես ու խմես։ Չի լինի, չէ, մի օր էլ դու կանչես ասես արի հետո ջան, արի մի հատ իրար հետ ուտենք ու խմենք։ Հա բայց ոնց։ Ոչ գործ ունեմ, ոչ փող։ Այն լակոտն էլ մի կոպեկ չի տալիս, որ յոլա գնամ։ Սխալ ես դաստիարակել էլի։ Այդ քո սխալն է։ Դու պիտի ուզես, պիտի գնաս ու վերցնես։ Այն օրը տենց էլ արել եմ։ Մանեկա գտա, գնացի ոնց պետք էր, ինչ պետք էր արեցի։ Բայց դե էլ չկա։ Անհնար է, որ քո տղեն փող չունենա։ Սաղ օրը աշխատում է։ Ում վրա է ծախսում, եթե հոր վրա ափսոսում է փող ծախսի։ Հենա։ Մոր համար ամեն ինչ կանի։ Ինձ է, որ որոշ մի կոպեկ չի տալիս։ Սխալ ես դաստիարակել էլի Սերոբ։ Բայց իմ ասացի մասին լավ մտածի։
Այսօրվա ջահերներին լավ գիտեմ, հաստատ հոգեպահոստ փող կունենա պահած։ Նեսիմե, չգիտեմ։ Լավ, հասկացանք առողջունես, գոնե մի բաժակ ջուր տուր խմեմ գնամ։ Հեսա Տամեդու ջան, կներես, որ հարազատես չեմ կարում ուրիշ բանով հյուրասիրեմ, բայց սառը ջուր կտամ։ Այդքան շատ մի նեղվի, Սերոբ, բայց արխային էլ մի եղի։ Դու լավ ման արի, հաստատ մի բան կգտնես։ Հայդու ջան, ճիշտ ես ասում։ Ապրես աղբեր ջան։ Բայց զանգեցին, պիտի գնամ, Սերոբ։ Հետո ջան, խնդրում եմ էլ ինձ մի մոռացի։ Կարող ա մի 2 կոպեկ։ Սերոբ, ասեցի չէ, որ ձև չունեմ։ Դու իմ ասածի մասին լավ մտածի, տունը լավ քանդի։ Իրա համար, որ այդքան արել ա, հաստատ հոգեպահոստ կունենա։ Ուզածդ 2 կոպեկ չի, կգտնես էլի։ Ման ինչ եղավ, թե լցրել եմ։ Չեմ ուզում ես, մամ։ Լավ էլ ուզում ես։ Ուղղակի գիտեմ, որ չես ուզում նույն տարածքում հենց գտնվել, որ խոսակցությունից խոսափես։ Կարծում ես չեմ հասկանում այդքանը։ Մամ, մեկը վերջին դասը չեն արել, չէ՞։ Դա կապ չունի։ Այդ ինչ կարևոր բան պետք է լիներ, որ դասից դուրս գայիր։ Ու Միքայելի հետ։ Մամ, տենց ստացվեց։ Մամ, հիմա ես քեզ ամեն ինչ չեմ կարող ասեմ, բայց հավատա ճիշտ է էդ էր։ Ես չգիտեմ ինչ պետք է պատահած լիներ, որ դասից դուրս գայիր։ Խնդրում եմ քեզ հաջորդ անգամ, երբ որոշես դասից դուրս գալ կամ դպրոցից, ինձ տեղյակ կպահես։ Լավ, մամ ջան։ Ու նույնը Միքայելին կփոխանցես։ Հասկացեք ես։ Չեմ ուզում հերթական անգամ խնդիրների մեջ ընկնեք։ Շաքարավազը բեր։ Սիմոնյան ջան, հելո հարազատ ջան։ Խելոյ, Թորոս ջան։ Այդ տղա բան չես տես կամած խոսում, բան չի եղել։ Աբա եղել, աբա ինչ է եղել։ Լանջունիներ նվաղ է, բայց այս ժամպրծայից անգամ նկատողություն չտվեց։ Եմ ոնց են ասում, թեթև քարոզով պրծանք։ Մի պիտի մի քանի օր զգուշ լինեմ էլի, որ նորից չնվաղի։ Դու են ասա, how do you do? It's okay, it's all right, իմ հանրաճոնա չընկեր։ Յա, չլինի են բանն ես նայել, են անունն ինչ են մատերիալը էլի։ Այ մարդ, ետ ինչ խիմ բարեր ես օգտագործում, Թորոս, դու արդեն հայտնի տղա ես, ետ ինչ ես խոսում։ Ռիլա, Թորոս, ռիլ, որ մի քանի անգամ կրկնես ողբիր, էլ չես մորնա։ Ռիլ, ճիշտ ես ասում, այ արդեն հիշեցի։ Դու են ասա հավանեցիր։ Великолепный, Թորոս ջան, великолепный։ Նոյում էի ու հեպարտոնում ողբիր, որ ես քոնման հանրաճոնաչ ընկեր ունեմ ցավը տոնեմ։ Լսա, կարող է լանջունին դրա համար անվաղ է։ Որզա Թորոս ջան, դե լավ, բարի հետո հարմար ելնի, դրա մասին կխոսաս ողբիր։ Իսկ հիմա Ետ չկոյնես, Թորոս,
Լուրջ եմ ասում, հետ չկոյնես ողբեր։ Ես ու թակուշիկս քուխ հետ շուտ հույսեր են կոպում։ Այ որ մի քիչ հանրա ճոնաշ դառնաս, չէ։ Այս այն թակուշիս ռեստորանը մատ ուժեղ գովաստ կոնես ողբեր։ Աչքիս վրա Սիմոնյան ջան, ճիշտ է։ Դու ինձ համար on-line պահակի գործ չճարեցիր, բայց ես քո խնդրանք չեմ մերժի։ Այ էլի նույն բաները կոսա, Թորոս ջան, մեռա ասելով on-line պահակի գործ չկա ախպեր։ Որ այդպես բանել լավ չէ, բկճորեի, բայիշ կոնեի, աչքի թայլել չէի հանի, բայ։ Լավ Սիմոնյան ջան, հետո կզանգեմ, հանգիստ խոսանք, ամեն ինչ կպատմեմ։ Եղա, դե bye, my brother։ Լսում եմ։ Հետո ինձ ես ասում Չոբան, մի հատ բարև ինչա որ չես տալիս, կամ էլ մի հատ ջանի եղած ինչա որ անունս տալու չես ասում։ Բարև Վան։ Բարի երեկո լաչարս, ոնց ես ինչ ես անում։ Պատրաստվում եմ սուրճս վայելել եւ եթե հաջողվի լավ ֆիլմ կդիտեմ նաեւ։ Մի խոսքով ջերմընտանեկան մթնոլորտ, սիրուն մելոդրամա ու քո նման դառը սուրճ։ Չէ, անտաշ։ Մարին էլ մաման էլ տանը չեն, այնպես որ ֆիլմն էլ, սուրճն էլ մենակ են վայելելու։ Դե երկու հատ սուրճ դիր, բայց մեկը քաղցր 10 րոպեի ձեր տանն եմ։ Բայց քեզ ինչ-որ մեկը հրավիրեց։ Որ սպասեմ հրավիրես աչքս ջուր ա կտրելու։ Եթե նկատել ես վերջերս ես հայել առանց հրավիրի եմ գալիս, անկոչ հյուրեմ չէ ձեր տանը։ Չէ, բայց դու իրոք անտանելի ես։ Հա, հանգիստ տեղի չեմ ուշանա։ Մարի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց որ սխալ տուն ենք եկել։ Նայած ինչի համար եք եկել։ Տաճ ջան, իմացանք, որ Նախշուն քուրիկը հիվանդ է, եկել ենք իրան տեսնելու։ Նախշունը քնած է։ Թողեք հանգստանան։ Մար, երեխեք, այ քեզ անակնկալ։ Ես էլ եմ դա ասում։ Դե ներս եկեք։ Ապրես Շուշի ջան, դե չէ արդեն դուրս են գալիս։ Քեզ ապրես։ Չէի ասել, որ գալու եք։ Հա դե, բայց ասել էի, որ ես երեկոն պետք է իրար հետ անցկացնենք։ Հասկացա, որ մաման հիվանդ է, չես կարա տնից դուրս գաս, որոշեցինք մենք գանք։ Ապրես։ Խոսքից չէի թռնում։ Կամ է հախնել։ Չէ։ Նայես այն ինչ լինելու։ Ես իմ ամենասիրած հատվածներից մեկն է։ Էս ֆիլմ չի է, սա շեդևր է։ Երբեք չի հնանում։ Իրոք այն եզակի ֆիլմերից է, որ որքան էլ նայես, միշտ դիտվում է։ Գիտես, երևի մի 1000 անգամ երևի նայել է, բայց ոնց որ ամեն անգամ առաջին անգամը լինի ու մի վարքյան չի ձանձրացնում։ Դրական էմոցիաների հեղեղ։ Բայց քեզ ինձ չես ասի։ Ինչ չես ասի։ Որ էմոցիաների հեղեղ է մոտդ։ Հեսա ֆիլմը կվերջանա, սառած դեմքով նստած կինո ես նայում։
Անտաշ։ Չէ, լավ լուր, կատակը մի կողմ։ Սա նախորդ անգամը որ նայում էի։ Հասկացա, որ այս դերասանը ինչ որ մեկին ինձ հիշացնում է։ Ահա որ նման է։ Օրնելա Մոծիի նկատի ունես։ Չէ, լենթանույն։ Դες գույշ եղիր մի օր կապված մահճակալով դրսում չհայտնվես։ Դե թե տեսարանի հեղինակը դու ես, ես էլ պատրաստ եմ։ Նայ ինչ նման եք։ Մեկին մեկ, նայ։ Դա ինչ։ Մի հատ անհաջող քարտ ու ես բանկրոտ կլինեմ։ Չմտածիր, ես քեզ պարտքով կտամ։ Էլ այդ հարցը մենակ անկեղծ պատասխան, էլի։ Այդ օլիգարխը լինել է ժառանգական է, եթե փոքր վաղ մոնոպոլիա ես գնացել։ Դե ոնց ասեմ, համել են։ Օրինակ ես հենց խաղեր չեմ սիրում։ Սա ինչ խաղեր ես սիրում։ Դե օրինակ դոմինո։ Կամ էլ դրսի խաղեր եմ շատ սիրում։ Օրինակ ինչ։ Դե բռնոցի, պաղմտոցի։ Մենք Արցախում հալամուլ էինք խաղում։ Շատ լավ է, մի օր կկազմակերպենք կխաղանք։ Իմ փողերը պրծան։ Էրոն պարտքով հեսա կտա։ Իհարկե, հենց հիմա։ Լավ է, ես կտամ մարդ։ Չէ, հոգնեցի, եկեք էլ չխաղանք ես խաղը։ Ես առաջարկում եմ ուրիշ խաղ խաղանք։ Իսկ ես առաջարկում եմ գնանք արդեն։ Շուտ չի։ Չէ, գնանք Մարինեք ճանապարհենք տուն, վաղ առավոտ շուտ դասի ենք։ Մարիին պետք չի տուն ճանապարհել, մենք միասին կգնանք։ Լավ, ուրեմն մենք գնանք։ Ես հիմա ձեր վերարկուները կբերեմ։ Ինչ եք սոմ շուտ գնում։ Շուշի ջան, չտեսար, տիկինը շատ դեմ է, որ մենք մնանք։ Ոչ թողում է ասենք, ոչ խոսանք։ Միշո, տատիս մասին տենց մի խոսա։ Մար, բայց սխալ եմ ասում։ Ինչ եկել ենք, մի պահ մեզ մենակ չի թողել։ Հա էլի Մարի, հնարավորություն ունենար դռնից ներս չէր թողնի։ Լավ, կարևորը երեկոն միասին անցկացրեցինք։ Ապրեք շատ։ Հա, ու դու ինձ մի երեկո պարտքես։ Չմոռնեմ ես։ Ահա վերարկուները բերեցի։ Տատ, կարող եմ ենք իրանց հետ գնանք։ Ոչ։ Մենք մի քիչ հետո կգնանք, նախ շունը կարթնանա, ջերմությունը կչափի, նոր կգնանք, որ սիրտս հանգիստ լինի։ Ձեզ հաշտություն։ Հաջողություն։ Միշս հեռախոսդ մոռնա։ Գնացեք։ Հաջողություն։ Գնացեք։ Հրաշք։ Լսի, ուրեմն մյուս ֆիլմի ինտրուցիոնը կատարում ես դու։ Ունես մի շաբաթ։ Բայց խնդրում եմ, նենց ընտրություն արա, որ այդ ֆիլմը նայելուց հետո իրար սպանելու ցանկությունը վերափոխվի մի բարձի ծերանալու երազանքի։ Շատ ռոմանտիկ ես եւ անհույս լավատես։ Դե դա ավելի լավ է, քան բռի անտաշ չոբանը։ Լսի, հազար անգամ քեզ ասել եմ, իմ ներկայությունից պետք չէ խախտվել իրար։ Վան։ Լավ, հասկացա, հեսա կօգնեմ, մենակ դու միջովայնացի։ Գնամ հագուստս փոխեմ կամ։
կբացես, երևի մամանը բանալին է մոռացել։ Մեծագույն սիրով։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը հավատում էր հայ ուժին։ Ինքը համոզված էր, որ մեր երկիրը ունի բավարար հարստություն, որպեսզի դառնա բարգավաճ երկիր։ Ու իր առաջ այդ նպատակը իրականացնելու խնդիր էր դրել։ Քեռի Թորոս, ես մի բան չեմ հասկանում։ Անպայման պետք է գինու եւ տոլմայի փառատոն լինի, որ ձեր քաղցը հագենա, այո։ Իսկ ուր մնաց արվեստը, մեծագույն արվեստը։ Քո հետ խոսալը բան ունեմ առանձին անուշ։ Ես քեզ հետ խոսելու ոչ մի բան չունեմ։ Դու ոնց որ փչացած հեռախոս լինես, դու չես հասկանում, որ ես ինչ ունեի քեզ ասելու, արդեն ասել եմ։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Կարելի է։ Բարև դու։ Ասա չես եք։